Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, ես Արտաշեսի կանոնովս ժառանգական շարժման հիմնադիր անդամներից շնորհակալություն եմ հայտնում մեր շարժման անունից, որ այսօր ներկա եք այս կարևոր միջոցառմանը։ Այսօր մենք ներկայացնում ենք ժառանգական շարժման հիմնադիր որոշումը։ Մեր հիմնադիր ժողովի քննարկումների եւ քվեարկության արդյունքում որոշվել է վարչապետի թեկնածու առաջադրել Տիկին Նինա Կարապետյանցին։ Ինչպես գիտեք, Տիկին Կարապետյանցը կուսակցական չէ։ Այս որոշումը կայացվել է ոչ թե կուսակցական հաշվարկներից, այլ շարժման արժեքային եւ ինստիտուցիոնալ տրամադրություններից։ Իրավապաշտպան գործունեությունը ավելի քան 25 տարիների ընթացքում նա ապացուցել է իր սկզբունքայնությունը, անկոտրում կամքը, ճնշումների եւ սպառնալիքների դիմակայելու վճռականությունը։ Տիկին Կարապետյանցը նաեւ այն երաշխիքն է, որ մեր առաջարկած ինստիտուցիոնալ փոփոխությունները ներառյալ վարչապետի լիազորությունների կրճատումը իրականացնելու են հետևողականորեն եւ առանց բացառության։ Նա մարմնավորում է այն համախմբող առաջնորդությունը, որն այսօր կենսական է Հայաստանի համար։ Մենք վստահ ենք, որ Տիկին Կարապետյանցը կդառնա համախմբող առաջնորդ բոլոր առողջ ուժերի համար, կկարողանա ամուր ղեկավարել մեր պետությունը եւ բերել կայունություն, խաղաղություն եւ մեր տարածաշրջան։ Այս դժվարին ժամանակներում մենք կանգնած ենք նրա կողքին եւ պատրաստ ենք աջակցել այդ ամենի իրագործմանը։